Բարի երեկո սիրելի հետևորդներ, սկսում ենք մեր հերթական լայվը հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Facebook-յան էջից։ Ինչպես խոստացել ենք, մեր այսօրվա հյուրն է Անժելա Վարդանյանը։ Անժելա Վարդանյանին կարելի ժամերով ներկայացնել, ուղղակի ես ասեմ, որ հոգեվերլուծությունը Հայաստանում կարելի ասել, որ ներմուծվել է, հիմնադրվել է, իր բարձրության վրա է հասել Անժելա Վարդանյանի ջանքերի շնորհիվ։ Մեր ամենահեղինակավոր, ամենահարգարժան գործընկերուհիներից է Տիկին Վարդանյանը եւ մենք սիրով հյուրընկալել ենք նրան մի անգամ մեր լայվին եւ այս անգամ նույնպես խնդրեցինք, որպեսզի Տիկին Վարդանյանը մեզ հետ կիսվի հոգեվերլուծության մասին իր ունեցած տեղեկատվությամբ, որոշակի գաղտնիքներով նաև, բայց միջ այդ ասեմ, որ Ջեք Լոնդոնը մի պատմվածք ունի նաև, որի վերնագիրն է խմենք նրանց կենաց ովքեր ճանապարհին են, որպեսզի խցանումների մեջ չլինեն, դա մենք ենք ավելացնում արդեն Տիկին Վարդանյանը հազիվ նոր հասցրեց գալ, որովհետև շատ մեծ խցանումներ էին ճանապարհին եւ ողջունենք նրանց, ովքեր խցանումների մեջ են եւ կարող են խցանումների մեջ նույնպես մեր լայվը լսել։ Հիմա սիրելի Տիկին Վարդանյան, խնդրում եմ սկզբից մի հատ ասեք, ասենք 1000 հատ ուղղություն կա այսօր հոգեբանության մեջ, բազմաթիվ թերապիայի տեսակներ, 400-ից ավել, սկսած գայթակղիչ մի հատ սեանսով ձեր խնդիրը լուծում ենք վերջացրած, ամենաշատը 12 հանդիպումից հետո դուք դադարեք անհանգստանալ, ձեր բոլոր խնդիրները կլուծվեն եւ այլն, բայց մարդիկ էլի դիմում են հոգեվերլուծողներին, երկար ժամանակ նրանց հետ աշխատում են, լուծում են իրենց խնդիրները ու չեն գնում տարբեր գայթակղիչ այլ մասնագետների մոտ։ Համեցեք։ Գիտեք, այնքան շատ բան ասեցի, այո, եւ բոլորն շատ կարեւոր են։ Որովհետև երեք հոգեվերլուծությունը դա մի ուղղություն է, բավականին լուրջ, խոր եւ երկարատև, որ ժամանակին ոչ բոլորն էին ընդհանրապես համաձայն կամ ընդունում կամ ասում էին, հա, ող ենք հաշվում, չգիտեմ ինչ։ Երբ որ ես եկել Հայաստան եւ չկար որևէ այդպիսի համոզմունք, որ ես դա կարող եմ եւ այլ, եւ ով կարող է գալ իմ մոտ, բայց ինձ անհրաժեշտ է, որ ես կարողանամ ինչ-որ մի վարպետություն իմ մոտ զարգացնել։ Հանկարծ մի օր մի զանգ։ Տիկին Վարդանյանն եք, հա։ Դուք հոգեբան եք, չէ՞, ասում եմ, հա։ Եվ դուք հոգեվերլուծող եք, ասում եմ, հա։ Իսկական հոգեվերլուծող, ասում եմ, ոնց։ Դա գիտեք 90 թվականին է։ Այսինքն հանգիստ կարային հարցնեն, իսկական հոգեվերլուծող։ Ասում եմ, հա, հիմա էլ կան մարդիկ, որոնք որ իրանց հայտնում են, բայց ասում եմ, իսկ ինչ ուղղությամբ եք հոգեվերլուծող։ Այն ինձ զարմացա եւ ինձ ուրախացա, որ կա Հայաստանում մարդ, որը ուղղություններն էլ գիտի։ Հարցեց Լականյանն եք, ասեցի չէ, ես Ֆրոյդյան եմ մաքուր եւ դպրոցին եմ պատկանում։ Կվերցնեք ինձ, ասեցի, առանց տեսնելու, առանց զրուցելու, ինչ կարող եմ վերցնել եւ մենք այդպես առաջի անգամ ծանոթացանք եւ իրոք աշխատեցի այդ պացիենտի հետ, կարևոր չիկին տղամարդ, բայց եւ մյուս եւս շատ հետաքրքիր նույն թվականին, ուրեմն պրոսպեկտով բարձրանում եմ եւ հանկարծ մի հատ ստորբայավերեն կարդում եմ, ինչա գրած, աղմիկ, հոգեվերլուծություն, մասաժ։ Իչա։ Հարցրեցի, կարող եք ձեր հոգեվերլուծողին, ուզում եմ ծանոթանալ։ Դուրս եկավ մի հատ տղամարդ փախեցած ինձ փոքրիկ տղայով։ Այսինքն ես կուզենայի իմանալ դուք որ ուղղությամբ եք հոգեվերլուծող։ Գիտեք, ասում եմ, ես մասաժիստ եմ, բայց մասաժի ժամանակ զրուցում եմ։ Այնպես որ ոնց հիմա էլ դա կա, ես դա չգիտեմ, բայց զրուցելը չի կարևորը, այստեղ դու պետք է հատուկ տեխնիկայով թերապիտես, հա? Ճիշտ է։ Տիրապետես, կներեք հայերենս կատարածված չի,
Եվ այստեղ կան հատուկ պրինցիպներ, լինում է, որ դու չես կարողանում այդ տեսակի պացիենտի հետ ընդհանրապես առաջարկի սուտություն։ Իսկ մարդ կարող է պնդի, հա? Եվ այստեղ է լինում կարևորը, որ դու կարողանաս մարդուն համոզես, որ հետո կարող եք գալ պայման չէ հենց հիմա, որովհետև հենց հիմա դες անհրաժեշտ է այսպիսի մասնագետ։ Եվ դուք որդում եք ուրիշ մասնագետ, որը կարող է լինի եւ ոգևոր։ Բացի դրանից մեկ-մեկ լինում են սպասելիքներ, որ դու պետք է իր բոլոր հարցերը լուծես, ոչ մի հոգևոր լուծող, ոչ մեկի հարցերը չկարող լուծել։ Ուրեմն հոգեբանը կարողանում է, ես դա չգիտեմ, հա, օրինակ ամուսնանամ, չամուսնանամ, սիրում եմ, թե չեմ սիրում, հա, եւ ունեցել եմ այդպիսի պացիենտ, որը եկել է եւ ասել է, հա, ես եկել եմ հոգևոր լուծության, որ ամուսնանում եմ։ Բայց հոգևոր լուծողը բան չի, հա։ Ծանոթության կենտրոն։ Չէ, ռուսերեն բարդաս, վախա, հատուկ կին են վարձում։ Խնամախոս։ Խնամախոս կարող է պատահի, հա։ Ես ասում եմ հոգևոր լուծությունը այդ աշխատանքը չէ, ասում չէ, ինչ եք ասում։ Ես ասում եմ համոզված եմ, որ հոգևոր լուծություն ասեմ կամ ուսնանամ, ասում գիտեք, հոգևոր լուծությունը գուցե ձեր պատճառը կարող է բացահայտել, ինչու չեք կարողանում։ Հնարավոր է դա, կամ գուցե մի ուրիշ պատճառ կա, հնարավոր է դա, բայց ես խնամախոս չեմ եւ հոգևոր լուծող դա չի անում։ Ինձ որ այստեղ ոնց ասեմ, բավարարությունը աշխատանքից երկկողմանի է միշտ լինում։ Եվ դա է հարստացնում աշխատանքը, եւ դա է աշխատանքը դարձնում շատ կրեատիվ։ Շատ բաներ ենք մենք սովորում ենք մեր պացիենտներից, որովհետև հանկարծ դիմադրում է եւ դու չես հասկանում այդ դիմադրությունը եւ ամեն անգամ ինչ որ մի նոր երանգներ ես գտնում այդ դիմադրության պատճառների։ Այստեղ անհնարին է, հա, ասենք թե ռեցեպտ տալու ժամանակ ամեն բժիշկ գիտի, այս հիվանդությունը էս է տալիս, այս հիվանդությունը էս է տալիս։ Այստեղ անհնարին է որևէ ռեցեպտ տալ եւ որևէ դա միասին աշխատանք է, որովհետեւ մեկ-մեկ լինում, որ պացիենտը կարող է կոմոդ մի ամիս գալ կամ ավել եւ լռի։ Գալիս է, լռում է, գալիս է, դա ինչ-որ մի պատճառ ունի այդ լռությունն է։ Եվ ես չեմ կարող ասել, որ դա այդքան հեշտ է լռությունը տանել միասին, հա, բայց այդ մարդուն դա անհրաժեշտ է, մինչև ինքը հասնի, հա, եւ աճի այն պահից, որ պատրաստ է, ինչ-որ մի բան, որը իր համար ծանր է, արտահայտի եւ այդ ժամանակ, ուրեմն մեր աշխատանքը բարերով աշխատանք է։ Եվ այդ բարի արժեքը այս կամ այն կոնտեքստում տոնալությունը, որով ինքը խոսում է, բարձրությունը, որով ինքը խոսում է, ամեն նյուանս կարող է լինի շատ եւ շատ կարևոր։ Եվ այստեղ չկա ինչ-որ մի սիմպտոմ, որը բոլորի մոտ միևնույնն է, կարող ենք ասել, որ շատ դժվար է աշխատել, ասենք թե կրճուն մտքերի հետ, բայց բոլորի մոտ դա անցնում է լրիվ ուրիշ ձևի։ Եվ առիթը, պատճառը վերա միշտ լինում է ուրիշ, իսկ ասում եմ, այդ ամբողջ սեռականությունից է, հա, բայց այդ սեռականությունը երբ սկսվեց, ինչու դարձավ պատճառ, ինչ պայմաններում դա եղել, եւ իրոք շատ կարեւոր է ինչ որ այդ մարդի սեռականությունը եւ ընդունի եւ իր սեռականությունից բավարարություն ստանա եւ իր սեռականությունը զարգացնի իրեն ինչի վախենալ եւ այստեղ եւ նորության բաներ կան եւ կրթության բաներ կան եւ սոցիալ համակարգի բաներ կան որ այսօր սեռականությունը դարձել չգիտեմ ինչ դժվար է բայց դրա մասին խոսել ինչ որ մի բառով անվանել բայց բարդ պրոբլեմ է դա դառնում եւ հասան անձի հասունությունը շատ տարբեր ֆակտորներով աճել։ Այո։ Ես մի զուգահեռ անցկացնեմ, շատ հիշեցի դա, երբ որ ասեցիք ինքը փնտրում է ինչ որտեղ, միշտեղ խնդիրը լրիվ ուրիշ այլ տեղում է։ Ես հիշեցի ռուսական հեքիաթը Կաշի Բիսմերտի մասին, որ ինչքան իրար ուզում էին սպանել, հնարավոր չէր լինում սպանել, որտեղ լուծումը լրիվ ուրիշ տեղ էր, ձվի մեջ էր, որի մեջ այդ ասեղն էր, որի միջոցով հնարավոր էր։ Մի տեսակ այս զուգահեռը եկավ ինձ մոտ, երբ որ դուք ասում էիք, որ
խոսում է ինչ-որ մի բանից, փորձում է խնդիրը տեսնել ինչ-որ մի տեղում, իսկ մենք օգնում ենք, որպեսզի ինքը գա, հասնի։ Այո, բայց այստեղ գիտեք ինչպես է, ինչ դեպքեր են գալիս, այո, ասում եմ, ես գիտեմ դա ինչից է։ Դու գիտես ինչու ես եկել։ Բայց սկսում է բացատրել, որ ինքը համոզված է, որ դրանից է, եւ դու ասում ես, այո, շատ հավանական է, բայց գուցե ես մի բան կա, որը դեռ այսօր չի երևում։ Եվ այդ աշխատանքն է, որը շատ պահանջում է մեծ կրթության տեսակ, խորություն եւ բազմակողմանի դիվերիկներ։ Լավ, ես վերցրած կտակարանից եւ ավարտած շատ փիլիսոփաներ, որոնք շատ ստեղ կարևոր են։ Տեղեկացնեմ մեր հետևորդներին, որ առաջիկայում հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գրասենյակում Recovery College-ը կազմակերպում է դասընթաց, որը վարելու է Տիկին Վարդանյանը եւ ավելի խորացված մասնագետների համար իհարկե ներկայացվելու է հոգեվերլուծության հիմունքները եւ այն բոլոր նրբությունները, որոնք մասնագետներին կօգնեն, ովքեր որ հետաքրքրված են աշխատելու կամ հասկանալու հոգեվերլուծությունը։ Իհարկե, մարդիկ տարիներով են սովորում, որպեսզի դառնան հոգեվերլուծող, մենք այս դասընթացում հոգեվերլուծող չենք դարձնելու մարդկանց, այդ ընդհանրապես տարբերենք որոշակի գիտելիք եւ որոշակի փոքր հմտություններ, իսկ եթե հետո կցանկանան ավելի խորանալ, դա արդեն բավական երկար եւ դժվար ճանապարհ է, բայց վստահեցնում եմ, որ մեր շատ երիտասարդ գործընկերներ, ովքեր ներգրավել են հոգեվերլուծության մեջ, հիմա բավական երջանիկ են, իրանց զգում բավական լավ գումար են վաստակում եւ շատ մարդկանց են կարողանում օգնել։ Բայց ամեն դեպքում Տիկին Վարդանյանն ես կխնդրեմ այդ գաղտնիքի ինչ-որ մասը գոնե ասեք, ինչով է պայմանավորված հոգեվերլուծության կենսունակությունը։ Մոտ 200 տարի է համարյա հեսա կլինի ինքը արդեն կա։ Այո, բայց այդ 200 տարի ժամանակ առ ժամանակ ուժեղ պատերազմներ են եղել եւ արդեն մի 20 անգամ փորձել են թաղել հոգեվերլուծությունը։ Այո, թաղում են չի։ Բայց գիտեք, ես ինչ եմ նկատել երևի մի 30-20 տարի առաջ, որ մյուս այսօրվա ուղղությունները, որոնք սկզբից հայհոյում են հոգեվերլուծությունը, այսօր կա հոգեվերլուծական բիհեորիզմ, այսօր կա հոգեվերլուծական կոգնիտիվիզմ։ Այո։ Դա ինչ է նշանակում։ Որ ինքը ավելի շատ անում է փոխանակ պակասի։ Ինքը սկսում է հարստացնել ուրիշ ուղղություններ եւ դա ոչ ինչ որ բանա զարուտ է առաջացնում, ոչ կատաղ է առաջացնում, ուրեմն լավ է, շատ լավ է, որովհետեւ մենք էլ գուցե կգա ժամանակ, բայց դեռ բավարար ենք մեր տեխնիկայով եւ օրինակ ես իմ մասին եմ ուզում, ուրիշ տեսակի բաներ չեմ մտցնում, որովհետեւ բավարարում է մեխանիզմը եւ պահանջը Որոնի պացիենտը վեր գալիս է, սովորաբար գալիս են մարդիկ, որոնք որ գիտեն ուր են գալիս և ինչի համար, այսօր այդպես է կործում։ Եվ այն ինչ որ ասում եմ, ասեմ, թե նույն կոգնիտիվիստը, որը հոգեվերլուծական կոգնիտիվիզմ է, բավական հարուստ մեթոդ է, և ևս պահանջում է ոչ թե մի 20-30 սենս, այլ բավականին խորացրած և բավականին երկարացված, որովհետև հիմնական այդ նպատակը մեր ոչ թե կերցնել խմցել մի ամսվա համար այդ մարդուն, այլ այնպես իրան զինել, որ ինքը կարողանա ինքնուրույն լուծի այն խնդիրները, որոնք որ իրան խանգարում են վայելել կյանքը։ Այո։ Մեր հետևորդներից Աննա Բադալյանը հիացական վերաբերմունքն է արտահայտում ձեր նկատմամբ, մենք միանում ենք, վստահ ենք շատերն են դրան միանում եւ պատկերացրեցինք մի փոքր, որ ինքը ոչ միայն չի նահանջում, այլ ավելի զարգանում է եւ տարբեր ուղղություններ հոգեբանության մեջ վերցնում են հոգեվերլուծությունից, մոդիֆիկացնում են իրենց տեխնիկաներին հարմարացնում եւ սկսում են ավելի մեծ արդյունքներ ստանալ։ Եվ կա այդպիսի ինտեգրատիվ այսօր տեսակ։ Այո։ Գիտեք, տեխնիկա է, որը հավաքածու է տարբեր ուղղություններից
Այստեղ ես կարծում եմ, գիտեք, ես չեմ կարող ասել, որ հոգեվերլուծությունը ամենալավն է եւ ուսումնատուները արտանետել։ Դա սխալ է, որպես պոզիցիա, ըստ ինձ։ Ես կարծում եմ, որ բոլոր տեխնիկաներները կարող են բերեն լավ արդյունքի, մասնագետ պետք է լինի։ Եթե մասնագետը իրոք խորն հարց է, եթե մասնագետը ինքը կայուն է եւ լավ գիտի եւ այն ինչ որ կոչվում է մարդիկ, եւ ունի նույն գիտելիքները եւ զարգանում է, այլ ոչ թե միանգամայն ցանցից նստած իրան մարմնը հաշվում։ Ուրեմն տեխնիկան աշխատելու է։ Եվ այստեղ կոնկուրենցիա ոչ մի չկա, ոչ մի դեպքում։ Այս մարդու մտածելակերպը ավելի շատ է հոգեվերլուծական, այն մյուս մարդու համար կոնկրետ դու պետք է լուծումներ գաս, որովհետև այդ մարդը արդեն ինչ է, կոնտրոլ անող, ամեն ինչ հսկող, կյանքը ապրել, բայց այդտեղ ասել է 45 տարեկան։ Դու պետք է այդ ամբողջը խառնես իր մեջ, գնա այդ ձևով իր օգնությունը գտնի, բայց եթե հանկարծ ինքը պահանջ ունի ինչ-որ մի բան իր կյանքում, շատ ռեալ ձևով, խոր ձևով եւ դա ֆանտազիա չի իր համար իմիջինացիա, այդ ժամանակ այո կարող է սփոփել եւ իրոք երբեք ուշ չի միշտ կարելի է քո համար բացահայտես ինչ-որ նոր բաներ, որովհետեւ շատ ստեղծագործական process է։ Շատ լավ։ Եվ գիտեք համագործակցության բանը բշերը շատ մեծ է։ Ովքեր որ պատրաստ են առերեսվել իրենց հետ, ովքեր պատրաստ են համագործակցել իրենց օգնող մասնագետի հետ, ովքեր ունեն համբերություն, հանգիստ կարող են դիմել հոգեվերլուծողներին եւ նրանք կօգնեն իրենց այն խնդիրներից ազատվելու կամ կարգավորվելու, որոնցով կուզեն։ Եվ մենք ունենք հոգեվերլուծական հայկական ասոցիացիա, որի ղեկավարն եք դուք եւ հիմա իրար Արտահում ներկայացուցիչներից եք։ 30 տարեկան է։ Այո, վերջերս միջոցառում էր, ցավոք ես Հայաստանում չէի, թե չեք մասնակցել։ 40-ամյակի փորձեմ սիրով մասնակցել, եթե Աստված տա ունենանք։ Եվ շատ կարևոր է, որ ասոցիացիան եւ հոգեվերլուծողները մեր շատ սերտ համագործակցում են արտասահմանյան մեր գործընկերների հետ, մեր շատ հայ գործընկերների։ Իսկ սկզբանե երբ որ ես առաջի խումբն էի հավաքել, ես շատ լավ գիտեի, որ ունեմ շատ մեծ ռիսկ, որ կարող եմ դառնալ ընդհուպսը, որ ես սրանց հավաքի եւ բոլորը լինեն իմ պես ճուտեր, նույն գույնի, նույն համի, այո։ Եթե համար առաջին ինչ արեցի, ես սկսեցի գործընկերներից կանչել, ինչու, որովհետև ուրիշ մարդուն երբ որ անծանոթին հրավիրում ես, ընդունված է ամենտեղ դες մոտել ամենտեղ։ Պետք է դու անպայման եւ ճանապարհացող սմուցես եւ հոգսեր բոլոր ոգաս, մենք դա չունեինք այդ հնարավորությունը եւ այդ առաջինը դա եւ իմ հոգեվերլուծողն էր, որը առաջին հոգեվերլուծությունը Հայաստանում երկրաշարժից հետո այդպես մենք ծանոթացանք, թե դա ինչ է, եւ պետք է ասեմ, որ ինքան էի սիրահարվել այդ նոր մտածելակերպին, մոտեցմանը եւ խորն այդպես յոթապանցիկ աշխատանքին, որ իմ կյանքս լրիվ փոխվեց եւ բոլորին այդ խմբի մեջ։ Եվ այդ օրվանից ես որոշել եմ, հիմա այսօր մենք ունենք արտասահմանցի 12 հոգի, որոնք մեր հետ համագործակցում են, եւ գիտեք, այդ հաջորդը կիսովի է, իրանք էլ նույնն հաջորդը ստանում եւ շարունակում են կամ մարդիկ, որոնք արդեն երևի մի 18-20 տարի մեր հետ են աշխատում, 2006 թվականից մեր հետ իրեն են ասպետներ, Իրանը 2001 թվականից ամեր հետ են որ եւ դա է տալիս հնարավորություն արմատները խորացնել, որ կայուն լինի մեր ծառը, որ հույս ունեն պետք է աճի։ Լավ կաճի, քանի որ մարդիկ գալիս են եւ օգտվում են, եթե մարդիկ օգուտ չստանային, չեն շարունակի դիմել հոգեվերլուծողներին։ Եթե դիմում են, պատրաստ են երկար ժամանակ աշխատել, վճարել դրա համար եւ եթե օգուտ չունենան, ոչ մեկ չի գա հետեւաբար։ Մեթոդը բավական արդյունավետ է։ Մեթոդը չունա, եւ բացի դրանից այսօր է ֆրոյդի ժամանակներից Եվ այսօր շատ ատարբերվում, ինչու, կա և նեոհոգեվերլուծություն, կա և նոր ուղղություններ,
նոր ուղղությունները շարունակող է տեսական ուղղություններ, ոչ թե նոր ուղղություն հոգեվերլուծական, տեսական տեսակետից է, կարող եմ անուններ տալ, ասեմ, թե բյուրոնը, որ լրիվ ուրիշ ձևի, բայց միևնույն բանը ներկայացրեց և հարստացրեց մի խումբ հոգեվերլուծողներին, որ շարունակում են նույն ձևով աշխատել։ Այստեղ չկան արգելքներ, դու կարող ես վերցնես այն մեթոդը, որը քեզ է հարազատ, որովհետև մինչև դու ինքդ դրա մեջ քեզ չզգաս, ինչպես մամեկորի մեջ, դրախտի մեջ, դու չես կարող մյուսին դիմացինի համար կայուն ինչ-որ մի բան տաս, որ ինքը կարողանա հենվի, որ կանգնի, հետո շարունակի քայլել ինքնուրույն։ Եվ այդ տեսակետից այդ հարստությունը այսօր ունի և իր ճյուղերը, դա մանկականն առանձին, և կա կրծքի, ասենք, թե մայրիղա, և կա հղիների համար, և կա առանձին դերահասների համար, կա վինիլ, նրանք որ արդեն պատանիներ են, ավելի երիտասարդ են, և այդ, ինքը կարելի ասել, բաժանումը պահանջում է և մասնագիտական փորձություն է ստեղ ունենալ, կա լավոր թվականներում, 60 թվականներում Անգլիայում, եթե դու ուզում ես երեխեքի հետ աշխատես, դու պետք է ունենաս հատուկ կրթություն հոգեվերլուծական, դու սկզբից մեծական մեծերի հասունների հոգեվերլուծող տեխնիկան և այլ անցնում ես, և դրա հետ ուրիշ բաներից դու պետք է և քոնը անցնես, և սուպերվիզիա անցնես, և 3 դեպք ինքնուրույն պատրաստած ներկայացնես, որ այդ կոչումը ստանաս, հենց չի այդ կոչում ստանալը։ Եվ պատկերացրեք, որ այն ժամանակ արդեն Դոնալդ Վիննիկոտը ստիպված էր գնալ նորից և հոգեվերլուծական և ամենը որ ստանաս 60-ական թվականներում։ Իսկ դեռ մեզ մոտ, որ ուզում է երեխաների հետ աշխատում և կարծում է, թե դա շատ հեշտ է, ոչ։ Եվ առաջի ոճը գալիս է այնտեղ, որ միշտ կա ծնող։ Եվ ինչպես տեղ դասավորես ամեն ինչ, որ երեխան իր պրոբլեմը լուծի և լինի անկախ, բայց չի լինի կոնֆլիկտ ընտանիքում, դա էլ է պահանջում վարպետություն։ Հենց այնպես չի, այո։ Հոգեվերլուծությունը այն ուղղությունն է, որը ամենաշատ ջանքն է պահանջում, որպեսզի դառնաս հոգեվերլուծող։ Այո, ամենաերկար ճանապարհը։ Եվ անվերջ պետք է ասել։ Այո, ընդհանրապես այսօր որևէ մասնագիտություն այլևս չկա, որ մի անգամ սովորեցիր ու վերջացավ, արդեն միայն պետք է կիրառես, անդադ պետք է զարգանաս, իսկ հոգեվերլուծության մեջ դա առավել ևս շատ սուր է դրված այդ հարցը, դրա համար անպայման շարունակական զարգացում, շարունակական կրթություն է պետք։ Սիրելի հետևորդներ, մենք կարող ենք բավական երկար զրուցել, բայց սրանով արդեն կամփոփենք մեր այսօրվա լայվը, կխնդրեմ Տիկին Վարդանյան, հարցեր չկան, միայն հիացմունքներ են մարդիկ շռայլում, մենք գրել ենք առաջինը ես կասեմ, շատ շնորհակալ եմ, որ դուք հրավիրեցիք, որովհետև իրոք դա մի ուրիշ տեսակ հանդիպում է, որը ես սկզբից չէի հասկացել, բայց մեկը զգացվում է, որ դու օդի մեջ ես խոսում, և այստեղ շատ լավ դուք կարողանում եք այդ ամբողջը վարել, ձեզ հանձամբ շնորհակալություն, և բոլորին, ով որ լսեց, և շնորհակալություն, և եթե հարցեր ունենաք կարող եք ստեղ դիմել կամ իմեյլով։ Այո, հանգիստ կարող եք դիմել, Տիկին Վարդանյանը հասանելի անձնավորություն է, երբեք չի իր ունեցած վաստակը կամ հնարավորությունները փորձում պահել միայն իր համար, պատրաստ է կիսվել և մասնագետների հետ, և երիտասարդների հետ, և այն մարդկանց հետ, ովքեր դրա կարիքը ունեն։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան։ Շնորհակալություն հարգելի հետևորդներ, հիշեցնում ենք, որ մեր կենտրոնի կարգախոսն է ցանկացած խնդիր միշտ ունի լուծում։